Առաջինը այլ ընտրանքների, խնդրում եմ, քանի որ շատ էին հարցադրումները, եթե բանը ես նաև կարող եմ դիմել, որ փորձեք նաև լրացնել։ Առաջին հարցը այլ ընտրանքի մասին էր, չէ, որ այլ ընտրանքներ ԵՄ-ին եւ գոյություն չունեն, տենց էր առաջին պնդումը, ինչպես էր։ Այո։ Մենք երբ որ ես ներկայացնում էի Ուժեղ Հայաստան կուսակցության արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, ես հստակ ներկայացնում եմ, որ մեկ կախվածությունը, մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով։ Միշտ պետք է դու ունենաս դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհետև մենք գիտենք հենց այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այն խնդրին, որ այս դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով նրանք ստիպված են ճանապարհ փակել, որովհետև այս դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով բերքը մնում է ծառերին եւ ավելին այն գյուղացին, որ ամբողջ տարին աշխատում է եւ չի կարողանում վերջում իրացնել իր աշխատանքը, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ ստեղծվել է այսօր։ Երկրորդ հարցը մոնիտորինգի հետ կապված խմբերի Հայաստանում ԵՄ մոնիտորինգային խմբի։ Տեսեք, Հայաստանի անվտանգային համակարգը ընդհանուր համապարփակ համակարգը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից։ Համոզված եմ, որ մեր անվտանգության ամենաառաջին բաղադրիչը հենց ուժեղ, հզոր հայկական բանակն է։ Եվ մեր ամենաառաջին գործողությունները առաջնային պիտի լինի հենց արդիական ուժեղ բանակ ունենալը։ Դրանք կարող են համալրվել այլ նաև գործիքակազմերով։ Եվ այդ գործիքակազմերը ինչքան արդյունավետ լինեն, այնքան ավելի ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Մյուս հարցը Հապկ Ռուսաստան, որ չեն իրականացել Հայաստանի տարածքային ներխուժման։ Այո։ Ես որպես դիվանագետ կողմ եմ, որպեսզի կասկզբունք դիվանագիտության մեջ պակտասում սերվանտա, որ պայմանագրերը պետք է իրականացվեն։ Դա անհերքելի է, դա հենց այն է, ինչին որ պետք է ձգտի ինստիտուցիոնալ դիվանագիտությունը, ոչ թե քամուց փչող, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններում իրարամեջ հայտարարություններ անելով, այլ ինստիտուցիոնալ հետևողական դիվանագիտությունը։ Երբ որ մենք ունենում ենք տարընթերցումներ, մենք եւ ունենում ենք ավարտեք Տիկին արձագանքի կշարունակեմ։ Տիկին Հովսեփյան, ցավում եմ, բայց դուք չպատասխանեցիք հարցերին։ Ես ձեզ ուղիղ հարց էի տվել, ինչպես է գնահատում քաղաքացիական դիտորդական առաքելությունը Եվրամիության։ Բանակը իհարկե պիտի ուժեղացնենք, բայց դուք չպատասխանեցիք, ինչպես է գնահատում։ Դուք չպատասխանեցիք, արդյոք համարում եք, որ ՀԱՊԿ եւ Ռուսաստանը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները։ Հիշեցնեմ, որ ձեր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը անգամ իր հարցազրույցում Պետրոս Ղազարյանին հստակ դիրքորոշում արտահայտել էր սրա շուրջ, եթե չեք հիշում։ Բայց ժամանակս օգտագոր եւ նաեւ չպատասխանեցիք առևտրային ինքնավար միջոցների հարցին։ Արդյոք դրանք ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ։ Բայց ես օգտագործեմ ժամանակս եւ վերջին հարցը հնչեցնեմ։ Մեր հանրության համար կարևորագույն նշանակություն ունի դեպի Եվրոպա առանց վիզային ռեժիմի ճամփորդելու հնարավորությունը։ Եվ այս ուղղությամբ մենք սկսել ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը, երկխոսությունը մեկնարկած է եւ տեղյակ եք, որ Հայաստանին է հանձնվել գնահատման առաջին զեկույցը։ Հուսամ ծանոթ եք զեկույցին, խնդրում եմ հնչեցնեք ձեր դիրքորոշումը, արդյոք համաձայն եք զեկույցում Հայաստանին արված գնահատականների հետ։ Նախ մոնիտորինգային խմբի առաքելության մասին իմ պատասխանը ավելի քան սպառիչ էր։ Ես արդեն վաղուց եմ արձանագրել, որ այստեղ կա կոմունիկացիոն շատ լուրջ խնդիր։ Իրապես, ինչ որ մենք այստեղ ասում ենք, ձեզ մոտ ընկալումը կարծես մի քիչ այլ է լինում, ու կամ ինչ որ հայտարարում եք, գալիս եք ասում եք դուք այսպիսի բան եք հայտարարել, այնինչ մենք ընդհանրապես այդպիսի բան չէինք հայտարարում։ Այսինքն այս 3 շաբաթվա ընթացքում արձանագրված կարևորագույն խնդիրներից մեկը հենց այդ կոմունիկացիոն խնդիրն է կարծես թե։ Ինչ մի վերաբերում է
վիզաների հարցին իրականում շատ ցավում եմ, որ եւ հենց սա նաեւ պարոն Շիրազ Մանուկյանի հարցի պատասխանի շարունակությունն է, որ եվրոինտեգրման, եվրոպական միության հետ հարաբերությունների շատ լուրջ մի զանգված մեր հասարակության մոտ ընկալվում է հենց վիզաների ազատականացումը, այնինչ եվրոինտեգրումը սիրելի հայրենակիցներ, ընդգրկում է շատ ավելի մեծ ու շատ ավելի խորը ոլորտներ ու բազմազան, բազմաշերտ հարաբերություններ, որովհետև միայն այդպիսով չի սահմանափակվում։ Կներեք, դուք 30 վայրկյանում 5 հարց եք հնչեցրել, կարծում եմ կարժե մի փոքր սահմանափակել եւ ավելի առաջնային հարցերը, ինչ որ դուք եք կարծում դա տրամադրել, եւ իսկապես ցավում եմ նաեւ այն հանգամանքի համար, որ երբ որ մեր քաղաքացիները ներողություն եմ խնդրում 30 վայրկյան, մեր քաղաքացիները դիմում են վիզաներ ստանալու համար, լրջագույն խնդիր է առաջանում, օրինակ, որ իրենց բանկային հաշվում ունենան որոշակի գումար, եթե գիտեք, որպես այդպիսի հանգամանք է գոյություն ունենում, եւ լրջագույն խնդրի են բախվում մեր քաղաքացիները, որտեղ չունեն այդ գումարները իրենց հաշիվներին։ Եկեք այս մասին մտածենք, թե ինչու է աղքատությունը Հայաստանում այս մակարդակին, որ նրանք ստիպված են դիմել այդ վիզաների համար ու լքել Հայաստանը։ Շնորհակալ եմ, բայց հարցերի 5 հարցեր։ Դե բա այդպես է, ձեր խմբակցության գործընկերներն էլ մեր տեխնացուներին էին 5, 6, 7 հարց տալիս, տենց է, դա պետքա տեղավորվել ժամանակի մեջ, դրա մասին է ազգային ժողովի կանոն